Կոմպակտ պարկետային ջիպերի պրեմիում հատվածը մոտակա մի քանի տարիներին խոստանում է սուր մրցակցության ասպարեզ դառնալ։ Այսօր այս հատվածում համեմատաբար խաղաղ է, քանի որ ընդամենը մի 2-3 մոդել են իրար հետ մրցակցում։ Դա առաջին հերթին BMW X3-ն է, շուկայում նոր հայտնված Land Rover Freelander-ի երկրորդ սերունդը և ամերիկա-ճապոնական Acura RDX-ը։ Սակայն այնպիսի լուրջ ընկերություններ, ինչպիսիք են Mercedes-ը և Audi-ն, խոստանում են առաջիկա մի քանի տարվա ընթացքում ասպարեզ հանել համապատասխանաբար MLK և Q5 մոդելները, իսկ Volkswagen-ը նույնիսկ ցուցադրել է իր ապագա փոքրացավալ ջիպի նախատիպը Tiguan անունով, որին մենք արդեն ծանոթացել ենք։ Հավանաբար կարելի է սպասել նաև Lexus-ի և Infiniti-ի համանման մոդելներին, և միանգամայն պարզ է դառնում, որ շուկայի այս հատվածում սպասվում է իրոք լարված պայքար գնորդների դեմ։ Կոմպակտ պարկետային ջիպերի պրեմիում հատվածը մոտակա մի քանի տարիներին խոստանում է սուր մրցակցության ասպարեզ դառնալ։ Այսօր այս հատվածում համեմատաբար խաղաղ է, քանի որ ընդամենը մի 2-3 մոդել են իրար հետ մրցակցում։ Դա առաջին հերթին BMW X3-ն է, շուկայում նոր հայտնված Land Rover Freelander-ի երկրորդ սերունդը և ամերիկա-ճապոնական Acura RDX-ը։ Սակայն այնպիսի լուրջ ընկերություններ, ինչպիսիք են Mercedes-ը և Audi-ն, խոստանում են առաջիկա մի քանի տարվա ընթացքում ասպարեզ հանել համապատասխանաբար MLK և Q5 մոդելները, իսկ Volkswagen-ը նույնիսկ ցուցադրել է իր ապագա փոքրացավալ ջիպի նախատիպը Tiguan անունով, որին մենք արդեն ծանոթացել ենք։ Հավանաբար կարելի է սպասել նաև Lexus-ի և Infiniti-ի համանման մոդելներին, և միանգամայն պարզ է դառնում, որ շուկայի այս հատվածում սպասվում է իրոք լարված պայքար գնորդների դրամապանակների համար։ Ապագա մրցապայքարին պատրաստվում է նաև շվեդական Volvo-ն, որը Դեթրոյթի միջազգային ավտոսալոնում ցուցադրելով իր XC60 կոնցեպտուալ մոդելը, հասկացնում է, որ մտադիր չէ հեռանկարային այդ շուկայի բաժանման գործընթացին սոսկ դիտորդի կարգավիճակում լինել։ Volvo-ի նոր կոնցեպտը ստեղծված է Land Rover Freelander-ի երկրորդ սերնդի բազայի վրա։ Այստեղ իհարկե պետք է հիշել, որ երկու ընկերություններն էլ գտնվում են ամերիկյան Ford-ի կազմում և միանգամայն տրամաբանական է միասնական պլատֆորմի օգտագործումը։ Ցուցադրելով նոր կոնցեպտը Volvo-ի դիզայներները ցանկանում են ընդգծել, որ մշակվում է նոր կորպորատիվ ոճաբան XC90-ը կողքից բավականին հաճելի և սրընթաց տեսք ունի, որին նպաստում են 20 դյույմանոց քրոմապատ անիվները, հաղորդելով մեքենային թե սպորտայնություն, թե պատկառելիություն։ Մեքենայի սալոնում միանգամայն տիեզերական դիզայն է, կարծես ոչ թե մեքենա է, այլ ֆանտաստիկ ֆիլմի տիեզերանակ։ Volvo XC60-ի վերաբերյալ որևէ տեխնիկական տվյալ չի հաղորդվում։ Միայն հայտնի է, որ նրա վրա 3.2 լիտր աշխատանքային ծավալով 6 մխոցային շարային շարժիչ է, որը տեղադրվում է նաև XC90, S80 մոդելների, ինչպես նաև Land Rover Freelander-ի վրա։ Ընդհանուր առմամբ Volvo XC60-ը թողնում է հաճելի տպավորություն իր էմոցիոնալ և դինամիկ դիզայնի շնորհիվ, սակայն կպահպանվի այն նույն ձևով, մինչև սերիական արտադրությունը հայտնի չէ։ Իսկ Volvo XC60-ը շվեդական ընկերությունը խոստանում է արտադրության դնել միայն 2009 թվականին։